Սահմանազատումը ավելի է խճճել հայ-ադրբեջանական հարաբերությունները, Amnesty International-ի հրապարակումը։ Թեհրանը կարող է միջնորդ լինել Երևան-Բաքու հարաբերություններում, Իրանի փոխարտգործնախարարի մեսիջը Ադրբեջանում։ Կյանքով Արցախ պահած տղերքի շիրմաքարերը հանգիստ չեն տալիս թշնամուն, օկուպացված Արցախում պղծել են եղբայրական գերեզմանը։ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը փակել է դռները Բաքվում։ Ապօրինի բանտարկած հայերին Բաքուն օգտագործում է Հայաստանի դեմ նոր շանտաժների համար, ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը։ ՔՊԱ-ական պատգամավորը վիրավորել թե չի վիրավորել լրագրողին, էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ Իշխանազավթման փորձ Գյումրիում, ընդդիմադիրների գնահատականը։ Հորդառատ անձրևը քշել տարել է գյուղացու բերքը, ով է հաշվում վնասը։ Գրողները վրդովված են Միության շենքերը պետականացնելու որոշումից, դատերը շարունակվում են։ Ֆրանսիական նախագիծը կփոխի թամանյանական ձեռագիրը, մասնագիտական աղմուկ Կասկադի շուրջ։ Մսուր մանկապարտեզներ մինչև 2 տարեկան երեխաների համար, որտեղ է մնում ծնողական խնամքը։ Եվ Երևանյան լճից հայտնաբերվել է ուկրաինացի 13-ամյա աղջկա մարմինը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, տաղավարում աշխատում է Հայկ Նավասարդյանը։ Եվ այսպես առանց երրորդ կողմի մեկնարկած Երևան-Բաքու խաղաղության գործընթացը տեղում դոփում է։ Բաքուն փակուղի է մտցրել պրոցեսը խաղաղության թուղթ ստորագրելու համար գլխից դուրս վերջնագրել դրել սեղանին։ Սահմանադրության փոփոխություն Մինսկի խմբի լուծարում։ Այս ընթացքում պաշտոնական Թեհրանն է հայտարարում պատրաստ է միջնորդ լինել Երևանի եւ Բաքվի միջև հարաբերություններում։ Մյուս կողմից Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում հայտարարել է նաեւ թե մեջբերում եմ տարածաշրջանում չկա երկու այնպիսի երկիր, որոնք այնքան սերտ կապված լինեն, որքան Իրանն ու Ադրբեջանը։ Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում հայտարարել է, թե նախագահ Մազուդ Փեզեշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաեւ Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ասել է, տարածաշրջանում չկա այլ երկու երկիր, որոնք այնքան սերտորեն կապված կլինեն միմյանց հետ, որքան Իրանն ու Ադրբեջանը։ Վերջերս էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը նշել էր, թե 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումները նախատեսվում են Երևանում եւ Բաքվում։ Կողմերի որոշած հերթականությամբ, մասնավորապես առանձնացրել էր Ռուսաստան-Իրան-Հայաստան երկխոսությունը։ Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան-Հայաստան եւ Իրան ձևաչափով շփումներով, տնտեսական եւ տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի եւ մշակութային մարդասիրական թեմաների քննարկման համար։ 3 գումարած 3-ը, իսկ իրականում 3 գումարած 2-ը թուրքական կողմի նախաձեռնած հարթակն է, որի շրջանակներում մի քանի անգամ հանդիպումներ եղել, սակայն փաստացի արդյունք չեն տվել։ Դրանցից վերջինը Ստամբուլում էր 2024-ին, հետո մասնավորապես վերջին ամիսներին Ալիևը հաճախակի է խոսում այն մասին, որ տարածաշրջանային հարցերը պիտի հենց տարածաշրջանի երկրները քննարկեն, լուծեն։ Հիմա էլ ակտիվ շփումների մեջ է վրացական իրանական կողմերի հետ։ Եթե լինի նոր հանդիպում այս ձևաչափով, ապա կարող է այն որևէ արդյունք տալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Քաղաքագետը դրական կանխատեսում չունի, որովհետև կարծում է, պարզապես Ադրբեջանը քաղաքական կամք չունի պայմանագիր ստորագրելու, չի ուզում։ Ինչ վերաբերում է երկու տերությունների Ռուսաստանի ու Իրանի ակտիվացմանը, փորձագետը դրանք տարածաշրջանում այս երկրների ունեցած շահերով է պայմանավորում, մասնավորապես ընդգծում է հյուսիս-հարավ ճանապարհը։ Որպես կայնալինջանք, որը կարող է հանդիսկա, որպես կարևոր նշանակություն ունեցող ինֆրակառուցվածքը, որը օգտակար է լինելու առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու շարունակելու, օգտագործելով եւ Ադրբեջանի եւ Իրանի տարածքը, նաեւ դեպի հարավ հետագայում հարավից Կասկադով։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, որը կողմերը ձեռնարկել են առանց միջնորդների, փաստորեն առաջ չեն գնում։ Փաստաթղթի համաձայնեցումից հետո որևէ առաջընթաց չկա, վերջին շրջանում նաեւ պաշտոնական հայտարարություններ չեն հնչում։ Կա նորություն թե ոչ։ Միջնորդների ու այլ երկրների ներգրավվածությունը գուցե կօգնի։ Քաղաքագետն ասում է, չի խանգարի, մասնավորապես ստորագրումից հետո կետերը իրականացնելու պարտավորվածությունը կավելանա։ Երաշխիքների արկայությունը եւ համապատասխան դերակատարողների արկայությունը, որոնք կարող են երաշխավորել ոչ միայն գրած, այլ նաեւ շահօրինական կայուն արժանավետ համագործակցությունը երբևիցե չի հանդես եկել որպես նպաստող պայման խաղաղության
վաստակման եւ արկայության համար։ Իհարկե, կախված այն բանից, թե որ երկիրն է միջնորդը կամ որ հարթակում է քննարկվում, հարցը կարող են առաջնահերթությունների տարբերություններ լինել, բայց միևնույն ժամանակ ինչ որ ձևաչափով քննարկելու համար անհրաժեշտ է երկու կողմի համագործակցային մոտեցումը, ինչը Ադրբեջանի պարագայում չկա։ Տիգրան Ուիգուրղինյան, ժամը լրատվական։ Թշնամին կրկին պղծել է օկուպացված Արցախի եղբայրական գերեզմանը, համացանցում հենց իրենք են կադրեր հրապարակել, որտեղ պարզ երևում է, թե միտումնավոր ինչպես են փորագրել, ջնջել որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը։ Որոշ տապանաքարեր էլ կոտրել են։ Ստեփանակերտի հուշամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման լուրջ վտանգի առաջ։ Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը։ Այս քայլով փաստորեն Ադրբեջանը խախտում է 1954-ի Հագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որով կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները, արգելելով դրանց ոչնչացումը կամ վնասումը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը դադարեցնում է գործունեություն Ադրբեջանում, Բաքվի իշխանություններից գրասենյակը արդեն պաշտոնական ծանուցում է ստացել։ Գործակալության ներկայացուցիչ Մեթյու Մուլտմարշը սակայն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ 33-ամյա գործընկերությունը։ Սոլտմարշի խոսքով ՄԱԿ-ը, ինչպես բոլոր անդամ պետություններում, շարունակում է ակտիվ երկխոսություն Ադրբեջանի կառավարության հետ կազմակերպության գործունեությունը երկրի ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխանեցնելու եւ 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի իրականացմանը նպաստելու համար։ Տավուշում սկսված սահմանազատումը պաշտոնական Երևանը թեև ձեռք բերում է համարում, սակայն միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպությունը գտնում է, որ հայ-ադրբեջանական դեմարկացիայի հարցը ավելի է խճճել իրավիճակը։ Ավելին, կառույցը նաև կոշտ գնահատականներ է հնչեցրել Բաքվի հասցեին, բայց հարց է, թե այսօրվա քաղաքական գնահատականը վաղը որքանով կարող է միսուարիուն ստանալ, դառնալ իրավական, որպեսզի բռնարարի նկատմամբ նաև սանկցիաներ կիրառվեն։ Միջազգային իրավունքի մասնագետի դիտարկմամբ ագրեսորի հետ խոսելիս պետք է ձեռքիդ մահակ ունենաս։ Ավելի քան 9 ամիս Ադրբեջանը արցախցիներին պահեց բլոկադայի մեջ, զրկելով նրանց կենսական կարևոր նշանակության պայմաններից։ Այդ երկիրը Արցախում էթնիկ զտում իրականացրեց, իսկ արցախահայերի տեղանման ժամանակ անտեսեց նրանց անվտանգությունը։ Amnesty International միջազգային կազմակերպությունն է գնահատականներ տվել Ադրբեջանի կողմից իրականացված գործողություններին իր ամենամյա զեկույցում։ Եթե մենք իրավական տեսանկյունից նայենք, միջազգային կազմակերպությունների զեկույցները ավելի շատ կարող են քաղաքական ազդեցություն ունենալ պետությունների վրա, քան իրավական։ Եթե միջազգային կազմակերպությունները արձանագրում են մարդու իրավունքների խախտում պետությունների կողմից որոշակի ոչ իրավական վարքագծի դրսևորում, դա հետագայում բացի քաղաքական ազդեցությունից կարող է նաև իրավական առումով ազդեցություն ունենալ այնքանով, եթե դու կարողանաս միջազգային դատական ատյաններում դա ներկայացնել որպես նաև փորձագիտական կարծիք, նաև որպես միջազգային կառույցների կողմից ամրագրված խախտումներ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս դատապարտել էր 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, ընդգծել, որ Արցախից ավելի քան 100,000 մարդու անվտանգ եւ արժանապատիվ տեղահանումը վերադարձի իրավունքն անտեսվել են։ Շատ դժվար է միջազգային կազմակերպությունների կողմից սանկցիաների կիրառումը պետությունների նկատմամբ, առհասարակ եւ իրավական եւ քաղաքական սանկցիաների կիրառումն էլ այսօր, ինչպես մենք տեսնում ենք, այդքան արդյունավետ չի կոնֆլիկտների կարգավորման հարցում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նույնիսկ ժամանակավորապես չի ակրեդիտացրել Ադրբեջանի պատվիրակությանը նախորդ տարի մինչև հունվար 23 թվականի սեպտեմբերյան դեպքերը հաշվի առնելով, բայց դա գործնական առումով մեծ ազդեցություն չի ունեցել, հատկապես մեր տեսանկյունից խնդիրների լուծմանը։ Amnesty International կազմակերպության զեկույցի հեղինակները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրվել է օգոստոսին, երբ Ադրբեջանը համաձայնեց այդ բանակցությունների օրակարգից հեռացնել այսպես կոչված Զանգեզուրի
միջանցքի մասին պահանջը։ Ադրբեջանը հիմա նոր պահանջներ եւ պայմաններ է ներկայացնում Հայաստանին, մասնավորապես, որ Հայաստանը իր սահմանադրությունում փոփոխություններ կատարի եւ փաստաթղթից հեռացնի Արցախի հետ միավորման մասին հղումները։ Բաքվի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնության հետևանքով Տավուշի մարզի 4 գյուղեր մնացել են ադրբեջանական կողմում։ Amnesty International-ը զեկույցում նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ շարունակվող վեճերը ավելի բարդացրին վերջնական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ այս ընթացքում դատական ֆարսը Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել։ Նոր տուժող է իբր ի հայտ եկել, որը պնդել է, թե վիրավորվել է հայկական դիպուկահարի կրակից, բայց հարց է առաջանում, թե այս ցուցմունքը ինչով է կապվում Վարդանյանի հետ։ Բաքվում ապօրինաբար պահվող հայերի խնդիրը ըստ պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի ոչ միայն մնում է օդում կախված, այլև օգտագործվում է Հայաստանի դեմ քաղաքական, իրավական, քարոզչական, ռազմական գործողությունների նախապատրաստման համար։ Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ նրանք պետք է մշտապես գտնվեն հայկական պետության ուշադրության ու աջակցության ներքո։ Պատգամավորը շեշտել է, որ մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվել է նաև այնտեղ գտնվող հայերի իրավական թիվը հրապարակել։ Թեև պաշտոնական մակարդակում որոշակի բարբերականությամբ հիշատակվում է Ադրբեջանում անօրինական պահվող հայերի հարցը, սակայն բավարար գործուն ջանքեր չեն գործադրում ոչ պաշտոնապես հաստատված 23 անձանց, ոչ էլ մեր այն հայրենակիցների մասով, որոնք ունեն անհետ կորացի կարգավիճակ, սակայն Ադրբեջանը նրանց Բաքվում գտնվելը չի հաստատում։ Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի հայրադարձման հարցը զուտ հումանիտար բնույթի խնդիր չէ, որոնց պաշտպանության հարցն ի դեպ ամրագրված է միջազգային իրավունքով եւ կոնվենցիաներով։ Այդ մարդկանց Ադրբեջանում գտնվելը, կեղծ դատավորություններով անցնելը, ՀՀ գործող վարչակազմի անօգնական վիճակն ու աղերսող պնդումները մեծ հարված են հավաքական հայի պատվախնդրությանը, ինքնությանը, պատմությանն ու բարոյարժեքային համակարգին։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ ՔՊԱ-ական պատգամավորը վիրավորել թե չի վիրավորել լրագրողին էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ Իշխանազավթման փորձ Գյումրիում ընդդիմադիրների գնահատականը։ Հորդառատ անձրևը քշել տարել է գյուղացու բերքը, ով է հաշվում վնասը։ Գրողները վրդովված են միության շենքերը պետականացնելու որոշումից, դատերը շարունակվում են։ Ֆրանսիական նախագիծը կփոխի թամանյանական ձեռագիրը, մասնագիտական աղմուկ Կասկադի շուրջ։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Ազգային ժողովում թեժ մթնոլորտում է անցել ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը։ Գործը հասել է պատիվ ունեմ խմբակցության պատգամավորի բարձրախոսը անջատելուն, արդյունքում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, քանի որ իշխող ուժը դեմ է։ Ավելին, ասում են, երբ հակառակ թևներ թիրախավորում լրագրողին, ընդդիմությունից ձայն հանող չկար, իսկ իշխանական պատգամավորը կարծում է չի վիրավորել լրագրողին, այլ կրկնել է Բագրատ Սրբազանի խոսքը։ Ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները նախագիծ են ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համար։ Լրագրողական համայնքը համարելով, որ ՔՊԱ-ական պատգամավորը անհարգալից է վարվել իրենց գործընկեր լրագրողի նկատմամբ, էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համար ստորագրահավաք էր սկսել։ Մաքրեք ձեր շրթունքները։ Հարցի քննարկումը կրքերը թեժացրեց դահլիճում։ ՔՊԱ-ական պատգամավորներն էլ մեկ այլ հարց են առաջ բերում։ Այդ դեպքում ինչու չնախաձեռնեցին էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծել, երբ Հայաստան խմբակցության պատգամավորի օգնականը լրագրող ծեծեց։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք մենակ հիմա։ Ես դուք լսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ոչ մի բան չեք ասել։ Պատգամավոր Թովմասյանը հիշեցրեց ՊՊՑ պետ Սարգիս Հովհաննիսյանի փողոցում լրագրողների ծեծելու, տեսախցիկը վնասելու դեպքը։ Այս դեպքում էլ որևէ գործ չհարուցվեց։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում։ Մենք թերած
Այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լռեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանը։ Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ ինքը լրագրողի չի վիրավորել։ ԿՓԱԿ պատգամավորը պահանջում է ավելի հստակ մեղադրանքներ ներկայացնել։ Դուք ինչ եք հասկացել իմ ասացից։ Դուք չասեցիք։ Ասում են, ասեք, եթե ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել, բերանդ լվա։ Շատ անհասկանալի արտահայտություն է։ Եվ մեկնաբանել է, ի՞նչ է մեկնաբանել։ Հանձնաժողովը չի ստեղծվի։ Մինչև ներսում առաջարկը քվեարկության մերժվեց 28 կողմ 47 դեմ 1 ձեռնպատ ձայներով դահլիճից դուրս միջանցքում։ Լրագրողները պաստառներով բողոքի ակցիան չընդհատեցին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Գյումրու քաղաքապետարանը 2 օրվա ընթացքում 2 տարբեր արձանագրություններ է ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, նախ հավաքանու անդամի լիազորությունները դադարեցնելու, հետո վերականգնելու համար։ Մեր քաղաքը դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը չգիտի որն է թիմակցի այդ քայլի պատճառը, ասում է գիտի միայն, որ իշխանությունը չի մարսել Գյումրիի պարտությունը։ Ում ինչ կտա ընդդիմությունից հեռացող մեկ ձայնը տեսանյութում։ Գրքերը չեն հանդարտվում Գյումրու ավականու մանդատների շուրջ։ Այսօր ազգային ժողովի ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած քաղաքական ուժի մեր քաղաքախմբակցության ավականու անդամները փաստաբանի ու լրագրողների ուղեկցությամբ գնացել էին Գյումրու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ահազանգում էին, թե օրենքի խախտում է եղել, ավականու անդամներից մեկը դիմում է ներկայացրել լիազորությունները դադարեցնելու համար, ըստ փաստաբանի ժամկետներն անցել են, բայց հանձնաժողովը նիստ չի գումարել։ Տվյալ անդամի լիազորությունները չի դադարեցրել, մանդատը քաղաքական ուժի հաջորդ համարին չի հանձնել։ Շուրջ 2 օր հետո, կարծես 23-ին ապրիլի, աշխատանքային օրվա ավարտին, 17:50 րոպեին շատ ավելի կոնկրետ, Կարեն Հրայրի Բադալյանը նոր դիմում է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով համայնք, ասելով, որ հրաժարվում է իր դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարումը եւ ուշադրություն երկրորդ մասը կամ երկրորդ դիմումը, որ ցանկանում է դուրս գալ մեր քաղաքախմբակցությունից։ Այս երկրորդ դիմումը, որ ավականու անդամը ներկայացրել է, այսպես ասենք, նախորդ դիմումը անվավեր ճանաչելու, բայց քաղաքական ուժից դուրս գալու ու անկախ ավականու անդամ լինելու խնդրանք է։ Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել, կատարվածն այսպես է ձևակերպում փաստաբանը։ Շարունակում է ոչ տիմ, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ։ Կա մտավախություն, որ այսօր էլ ստեղ հնարավոր է կա այդ հույսը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն դատարանի որոշման միջոցով անverջ ձգել այս վիճակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձաբանում է, քանի որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու քաղաքապետարանից 2 օրվա ընթացքում ստացել է 2 արձանագրություն, մեկը լիազորությունները դադարեցնելու, մյուսը չդադարեցնելու մասին, դիմել է քաղաքապետին եւ խնդրել հստակեցնել, թե որ դիմումն է հիմք ընդունվելու։ Ինչ վերաբերում է ավականու անդամի վրա իշխանության կողմից քաղաքական ճնշումներ իրականացնելու, վերջինիս իրենց շարքերը տանելու ընդդիմադիրների կասկածներին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, իշխող ուժը գործընթացի հետ կապ չունի։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ գյումրեցին իր ընտրությունը կատարել է մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ Ընդդիմություն իշխանություն հերթական բախումն առաջացրած ավականու այս անդամի ճակատագիրը ինչպես կդասավորվի նա կմնա որպես անկախ ավականու անդամ թե պարզապես մանդատը կփոխանցվի հաջորդ համարին առաջիկա նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կորոշի Տիրանուհի Գուրգինյան ժամը լրատվական Տարվա ընթացքում գյուղացու քրտինքով մշակածը մի քանի ժամում քշել տարել է հորդարատ անձրևն ու կարկուտը Արարատյան դաշտում գյուղացիները մտքում հաշվում են վնասները բարձրաձայն հարցնում ինչու ուշացան հակակարգտային կայանների կրակոցները Ձյուն չէ, կարկուտ է, արտաշատի տեղումներն են Երեք երեկոյան 4 ժամում ամսական նորմայից 1.5 անգամ ավելի տեղումներ են թափվել քաղաքում։ Առավոտկանու հիդրոթերապևտաբանության կենտրոնից հայտարարեցին։
ժամը 5-ից հետո սկսեցին անձրևները բավականին ինտենսիվ ծավալով, որը որ վերջի շրջանում այդ ծավալի չեն ունեցել, բայց իհարկե խնդիրը ոչ թե անձրևներն են, այլ ավելի շատ կարկուտը, որը թափվեց, 4 անգամ տարբեր չափերի կարկուտ ա եկել, ու վերջի կարկուտը չափերով ավելի մեծ էր, մոտավոր 20 րոպե ա տևել։ Թափված կարկուտը վնասել է քաղաքը, տները, բերք բարիքը։ Արտաշատցիներն ասում են, բերքից գրեթե բան չի մնացել։ Այն տները, որոնք որ ունեն, ընդդուկողային հատվածներ, կամ ավելի բարձր առաջի հարկերը, այդ ունևներ տունը, ամբողջովին ջուր է լցվել անձրևներից, այդ կարկուտից, դա իհարկե մեծամասամբ վնաս է կրել են ծառի այգիներ ունեցողները։ Արտաշատում 5 հակակարգտային կայան կա, համայնքապետարանից ժամը լրատվականին վստահեցնում են, դրանք աշխատել են ամբողջ ծավալով, այդպես չլիներ, վնասներն ավելի մեծ կլինեին, սակայն բնակիչներն այլ բան են պնդում։ Բոլոր հակակարգտականները աշխատել են, բայց օրինակ երբ որ սկսել էր կարկուտը անցել էր մի որոշ ժամանակ, դեռևս մենք հակակարգտականների ձայները չենք լսել։ Այս մասով չգիտեմ, թե ինչու ուշ աշխատեցին։ Տեխնիկական է խնդիրը եղել, տեղումները մի քանի ժամ շարունակ չէին դադարում։ Այդ պահին հնարավոր չէր կառավարել այն։ Համայնքապետարանից այսպես են պարզաբանում տեղի ունեցածը։ Իսկ գյուղատնտեսության կրած վնասներն արդեն պարզել է քաղաքապետարանը։ Ժամի այս հարցին էլ պատասխանում են, ահազանգերին արձագանքում են։ Ժամանակավոր աշխատանքային խումբ են ստեղծել, կլինեն բոլոր բնակավայրերում, կճշտեն վնասները, Երևան կուղարկեն։ Իսկ Երևանում երեք օրը ևս տեղումնառատ էր, ավտոբուսի մեջ է ջուրը լցվել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Բաղրամյան 3 հասցեում 1950-ականներին է կառուցվել գրողների շենքը։ Տուֆակերտ այս կառույցը սկզբում երկհարկ էր, հետո 70-ականներին կառուցվեց երրորդ հարկը, եւ այս ամբողջ ընթացքում այն գրողների տունն էր։ Այսօր կառավարությունը առաջարկում է միությանը պատկանող շենքը պետականացնել, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի վաճառել կամ սեփականաշնորհել։ Գրողների միությունը դեմ է, դատական քաշքշուկներ են սկսվել։ Մեկ տարուց ավելի է գրողների միության անդորը խաթարվել է, պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի դատական գործընթացներով ցանկանում են պետականացնել միությանը պատկանող շենքերը։ Այս ընթացքում արդեն 4 դատ է եղել, եւս 2-ն էլ արժևում են։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են ստիպված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Լավ, այս մեր երկու միությունները ինչու հանկարծ հայտնվեցին այդ հարվածի տակ։ Եվ հիմա ասենց անորոշ քաշքշվում ամիսներ եւ մենք դատավարություններից տեսնում ենք, որ հայցերը, որոնք մեր նկատմամբ են եւ նաեւ նկարիչներինը նույնը շատ անճշտություններով, այսպես ասած, կամային արտահայտություններով կարծես թե հրահանգ կատարեն, էլի հրահանգավորվել է։ Եթե մասնավորեցնենք, ապա կհասկանաք, որ խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաեւ գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են այդ շենքերը պետության սեփականությունը չեն, դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ Դատախազության պաշտոնյանը հայտարարում դատարանում, որ մեր շենքը կառուցվել է որպես բնակելի շենք։ Ես հենց դատարանում ասի ոնց է ինչ բնակելի, ինքնահա սկզբից բնակիչներ են ապրել, ես էլ ասացի, թե որ այդպես է բնակիչների մի հատ գտնենք, ովքեր են բնակիչները, իրականությունը որն է։ Մենք ամբողջ գրական թերթում նյութերը տվեցինք, որ 50 թվականին է կառուցվել հատուկ գրողների միության համար եւ 51 թվականին արդեն գրողների միությունը այդտեղ գործել է։ Անգամ Ավետիք Իսահակյանն նախաձեռնող է։ Գրողները ընդհանուր ժողով են գումարել, առաջարկել կառավարությանը համաձայնագիր ստորագրել, որով կպարտավորվեն երբևէ չվաճառել շենքերը, պատմում է Միլիտոնյանը։ Ես դիտարկում եմ որպես խտրականություն մեր հանդեպ եւ չգիտեմ ինչից ելնելով այսպես շարունակվում են այս դատերը։ Վարչապետ Փաշինյանը ասաց, որ մեր նպատակն ու մտահոգությունը որ շենքերը չվաճառվեն, բայց դրանից հետո մենք ասենք, որ ընդհանրապես ոչ վաճառքի նպատակ ունենք եւ պայման ենք ընդունում, որ չվաճառվեն։ Այդպիսի պայման մեր կանոնադրության մեջ եղել է։ Ոտնահարվում են իրավունքները, նեղսրտում են գրողները։ Հարցնում այդ ինչպես եղավ, որ կենտրոնացան հենց իրենց վրա։ Թե ինչ ապագա է սպասվում ստեղծագործական այս միությանն ու գույքին, առաջիկա դատավարությունները թերևս ցույց կտան։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Երևանի Կասկադ համալիրի վերակառուցման շուրջ էլ մասնագիտական աղմուկ է բարձրացել, հայ ճարտարապետները կարծում են մրցույթում հաղթած ֆրանսիական ընկերությունը կարող է ջնջել թամանյանական Երևանի տեսքը։ Պահանջում են օրինակ ներգրավել համալիրը ժամանակին նախագծած հեղինակ ճարտարապետներից Ասլան Մխիթարյանին ու առանց լիազոր մարմնի համաձայնության փոփոխություններ չկատարել արդեն կառուցված մշակութային ժառանգություն դարձած հուշարձանի հատվածում։ 572 աստիճան, ներքին բակեր, խորշեր ու քանդակներ։ Կասկադը դարձավ ոչ թե պարզապես քաղաքի կենտրոնական եւ հյուսիսային հատվածները կապող կառույց, այլ մշակութային կոթող մայրաքաղաքի դիմագիծն ամբողջացնող հուշարձան։ Վերակառուցման մրցույթում ֆրանսիացի ճարտարապետի նախագիծն է հաղթել, որն ըստ հայ ճարտարապետների խախտում է Կասկադը նախագծողների հեղինակային իրավունքները։ Այն մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է ու անհրաժեշտ է ավարտին հասցնել բնօրինակ նախագծին համապատասխան։ Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը շեշտում է համահեղինակ 3 ճարտարապետներից մեկը ողջ է, ուստի պահանջում են նրան ընդգրկել նախագծային աշխատանքներում։ Կասկադ համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի համաձայնության, իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ։ Առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Թեմայի շուրջ ներքին աշխատանքային քննարկումներ են ընթանում քաղաքապետարանում, տեղեկացրին ժամին։ Խնդրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Մրցույթի պայմանագրով էլ սահմանված են մի շարք իրավական երաշխիքներ, որոնք համայնքին հնարավորություն են տալիս կասեցնել վերանորոգումը, եթե ներդրողը մշակութային հանգույցի կառուցապատման ժամանակացույցից շեղումներ թույլ տա։ Հնարավոր է լինելու լուծել համայնքային հողերի օտարման պայմանագիրը ծրագրի իրականացման ցանկացած փուլում խախտումներ թույլ տալու դեպքում։ Այս գործիքակազմից բացի նախատեսվում է նաև 5 միլիարդ դրամի չափով տուգանք, ինչպես նաև սահմանափակում համայնքային ծրագրերին հետագա 10 տարիների ընթացքում մասնակցելու հնարավորության։ Այնուամենայնիվ մասնագետների հստակ պահանջն է, որ եթե Կասկադի շինարարությունը շարունակվում է, ապա աշխատանքները պետք է իրականացվեն հեղինակային նախագծով։ Քանի որ սա հուշարձան կառույց է, այն պետք է դիտարկվի որպես ռեստավրացիոն աշխատանք։ Լավագույն գործը, որը աշխարհում ինքնատիպ ու յուրահատուկ է, չի ավարտին հասցվում ըստ հեղինակային նախագծի, այսինքն դա արդեն իսկ մշակութային պստություն է, ոնց ասեմ, ասենք վեպը գրել է, մարդը մնացել է ձեռագիր, տպագրում են այն վերջի հատվածը, ինչ որ մեկ ուրիշ հեղինակ է լրացնում։ Չի կարող է նման բան լինել, էլի։ Պատկերացրեք, կառուցվել էր, քանդվել է հուշարձանը, հիմա նորից պետք է վերականգնվի, գծագրերական ամեն ինչ կա, հեղինակներից մեկն էլ կենցանի գործում է։ Ինչու՞ն է խնդիրը։ 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրում է առաջարկել հաղթող մասնակիցը վերակառուցման աշխատանքների համար։ Իսկ նոր նախագծում Կասկադի պատկերն ամբողջությամբ այլ է, ասում է ճարտարապետն ու հավելում. Երևանը կկորցնի իր դեմքը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Մսուր մանկապարտեզներ մինչև 2 տարեկան երեխաների համար, որտեղ է մնում ծնողական խնամքը։ Եվ Երևանյան լճից հայտնաբերվել է ուկրաինացի 13-ամյա աղջկա մարմինը։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Նստել տանը խնամել փոքրիկին, թե դուրս գալ աշխատանքի երեխային թողնելով մանկապարտեզում։ Նուրբ հարց է, որ հաճախ շատ մայրերի արդյունքների պատճառ է դառնում։ Ընտրությունը ծնողին է թողնում պետությունը, առաջարկելով անվճար մանկապարտեզներ նաև 1-ից 2 տարեկան երեխաների համար։ Սա պիլոտային ծրագիր է, որով Գյումրիում, Վանաձորում ու Հրազդանում նախ կստեղծվի 9 խումբ, յուրաքանչյուրում 20 տեղ, իսկ Երևանում 1 խումբ 6-ից 12 ամսականների համար։ Նոր տեղերը կպլանավորվեն ըստ ծնողների արձագանքների ու ընդունելության ցուցանիշների։ Մինչև 2 տարեկան երեխաները այս տարվանից մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան։ Հայաստանի պետական մանկապարտեզներում մսուրի խմբեր վաղուց չեն եղել։ Պիլոտային այս ծրագրով խմբերը սկզբում կգործեն Երևանի, Գյումրու, Վանաձորի եւ Հրազդանի 10 մանկապարտեզներում։ Կրթական գերատեսչությունից ասում են, պետությունը կհոգա ծախսերը, ծառայությունները կլինեն անվճար։ Նպատակը բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունները հասանելի դարձնելն է։ Կրթության փորձագետը սակայն համամիտ չէ երեխաներին այդ տարիքում մանկապարտեզ ուղարկելու առաջարկի հետ, նկատում է, այդ շրջանում ծնողական հոգատարությունն ու ջերմությունը ամենաշատն է անհրաժեշտ նրանց։ Ինչպես դեռ կբարձրանար 6 ամսական կամ 12 ամսական երեխային տանել հանձնել մանկապարտեզ։ Նույնիսկ եթե այնտեղ շատ լավ դասեր են։ Այդ
տարիքում երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության շատ կարեւոր հատվածն է ձևավորվում։ Այն ինչը հետո շատ մեծ նշանակություն ունի եւ ինչը հետո ուղղել շատ դժվար է։ Մասնագետները մտահոգ են նաև մանկապարտեզների չափանիշներով եւ դաստիարակների որակով, հիշեցնում են երեխաները այդ տարիքում չափազանց խոցելի են։ Մանկական հոգեբանն էլ թեև ողջունում է ծնողական զբաղվածության խթանմանը ուղղված նախարարության ջանքերը, այդուհանդերձ խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում երեխային մանկապարտեզ ուղարկել 1 տարեկանից հետո։ Մինչև մի տարեկան երեխան շատ կարիք ունի ծնողական ջերմության, անընդհատ գրկում լինելու, անընդհատ իր սիրելի մեծահասակի հետ կոնտակտի մեջ լինելու զգացողության, այսինքն դրանով է ձևավորվում երեխայի ներաշխարհը։ Պետությունը հնարավորությունը ստեղծում է, այս ծնողը ինքը պիտի որոշի, արդյոք 6 ամսական ճիշտ է նորացնեն թողել մսուր, թե ճիշտ չի։ Այդ արդեն ծայրահեղություն է 6 ամսականը։ Կրթության նախարարությունից հիմնավորում են նպատակներից մեկը երեխաներին կրթական գործընթացում շուտ ներգրավելն է, մյուսը ծնողների հոգսը թոթափելն ու զբաղվածությունը խթանելը։ Ոլորտի փորձագետը սակայն առաջարկում է մանկապարտեզն անվճար դարձնելու փոխարեն կիրառել միջազգային պրակտիկան, որը ծնողների վարձատրություն է առաջարկում։ Ես արկեր կվարվեի, ես կխորախուսեի, որ մայրերը նստեն երեխաների հետ այդ տարիքում։ Այսինքն ես կվճարեի մայրերին այն աշխատավարձը, որը պետք է, ես կհամարեի, որ փոքրիկ երեխաներին դաստիարակելը դա աշխատանք է, կամ եթե որևէ ընտանիքում հայրն է վիճակի նստել երեխայի հայրենի կապ չունի։ Ծնողներից որևէ մեկին ես հատուկ կվճարեի մինչև 2 տարեկան երեխաներին պահելու համար։ Մասնագետները չեն մեղադրում, առաջարկում են առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելու համար երեխաների կյանքի ամենախոցելի փուլում լինել նրանց կողքին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Արցախի կամերային նվագախումբը առաջին մեծ համերգն է ունեցել Մայր Հայաստանում, որ չմոռանանք հայրենիքը, պահպանենք հայկական առաքելությամբ։ Միջոցառումը հովանավորել է Արարատ բանկը։ Սա սկիզբն է միայն Արցախի կամերայինի ծրագրերը կլինեն շարունակական։ Արցախ է հնչում Արամ Խաչատրյան համերգասրահում, բեմում Արցախ կամերային նվագախումբն է, առաջին մեծ համերգն է Մայր հայրենիքում։ Ալեքսանդր Հարությունյանի ջութակի կոնցերտ, Միրզոյանի Շուշանիկ, Շոստակովիչ, կամերային սիմֆոնիա դոմինոր, Բարտոկ, ռումինական պարեր։ Բացառիկ այս ստեղծագործությունները հատուկ են ընտրել համերգի նախաձեռնողները։ Սա պետք է լինի մեզ համար ոչ միայն հայ ինքնության, արժանապատվության, արժեքների վերարժևորում, նաև Արցախի կամերային նվագախումբը պիտի շարունակի իր գործունեությունը եւ պիտի կարողանանք հիշել անունը, երբեք չմոռանալ, մինչեւ որ հասնենք բաղձալի նշակետին։ Մեր մեսեջը դա ներկայացնել հայ եւ միջազգային ունկնդրին բարձրագույն որակի հայկական եւ միջազգային դասական երաժշտություն։ Մեր նպատակը հավասարվել աշխարհի լավագույն կամերային նվագախմբերի մակարդակի, որտեղ ես համոզված եմ ոչ պակաս տաղանդավոր ազգ ենք, իմ կարծիքով ավելի տաղանդավոր։ Համերգի հովանավորը Արարատ բանկն է, նախաձեռնողներն առիթը բաց չեն թողնում շնորհակալական խոսք ասելու, կարևոր քայլ է։ Շատ շնորհակալ ենք իրենց բարձր գիտակցության համար, մշակույթի կողքին լինելու։ Շատ մեծ մեր համար չափանիշ է, երբ ֆինանսական կազմակերպությունը Արարատ բանկը գնահատում է դասական երաժշտությունը։ Արարատ բանկի համար մեծ պատիվ է նման միջոցառման կողքին կանգնելը, ասում է բանկի գործադիր տնօրենն ու հավելում, այս դեպքում ֆինանսների մասին խոսել ամենակիչն են ուզում։ Ընդամենը Արցախի կամերային նվագախումբ ասելով արդեն ինքը շատ տարողունակ հնչողություն ունի։ Այսօր մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի մեկս մյուսին դրական լիցքեր տանք, փաստենք, որ Արցախի կամերային նվագախումբը արժանի է, որպեսզի ավելի մեծ բեմերում հանդես գա, եւ մենք բոլորս պետք է նպաստենք, որ նրանք միշտ ունենան հաջողություն։ Այս օրինակ ծրագրերը շարունակական են լինելու, վստահեցնում է բանկի գործադիր տնօրենը, մշակույթի կողքին են մշտապես։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Երևանյան լճի տարածքից փրկարարները այսօր հայտնաբերել են ապրիլի 27-ից որոնվող Ուկրաինայի 13-ամյա աղջկա մարմինը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ ըստ Գելափի հարցման քաղաքացիների 73%-ը կարծում է, որ պետք է անպայման իրենց գնահատականը տան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդական դերից Ռուսաստանին դուրս գալը 17%-ն է գնահատել միանշանակ դրական, 36.1%-ը միանշանակ բացասական։ Հարցվածների 36.7%-ը բացարձակապես ճիշտ որոշում է համարում Հայաստանի վարչապետի մասնակցությունը Մոսկվայում հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Միանշանակ սխալ է համարել 22.8%-ը։ Գելափը հարցումն անցկացրել է
ապրիլին 1101 քաղաքացիների շրջանում։ Կենտրոնական բանկը առևտրային բանկերին հորդորել է սառեցնել բոլոր այն վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Վերջին շրջանում զեղծարարները խարդախությամբ կորզում են քաղաքացիների անձնական տվյալները եւ նրանց անունով ձևակերպում առցանց վարկեր։ Անդրադառնալով այս խնդրին Մարտին Գալստյանը վստահեցրել է, որ փորձում են գտնել այն ոսկե միջինը, որտեղ կունենան մաքսիմալ պաշտպանված սպառող։ Նրա խոսքով Կենտրոնական բանկը չի կարող եւ չունի այդքան ռեսուրս, որպեսզի հետևի բոլորին եւ կարողանա կանխել կիբերհանցագործությունը։ Գիշերը հրկիզել են Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը դատապարտել է տեղի ունեցածը եւ նշել, որ քաղաքական տարաձայնություններից անկախ նման արարքներն անթույլատրելի են եւ պետք է դառնան օբյեկտիվ քննության առարկա։ Մայր Հայաստան խմբակցությունն էլ տեղի ունեցածը գնահատում է Ստեփանյանի հանրային քաղաքական եւ կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանի որ անձնական ում նա չունի կոնֆլիկտներ։ Ուկրաինայի քաղաքացի 13-ամյա Մայա Վորյատկինայիդին են հայտնաբերել այսօր ժամը 14:15-ի սահմաններում Երևանյան լճի եւ գետի միացման հատվածում, տեղեկացնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Ապրիլի 27-ին Հրազդանի կիրճում է առեղծվածային դեպքը տեղի ունեցել։ Քննչականում քրեական վարույթ են նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում օդերևութաբանական կանխատեսումներ, առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 10-ը կբարձրանա 4-ից 7 աստիճանով, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, այժմ եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 17-ից 21 աստիճան, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 20-ից 24 աստիճան ջերմություն, Լոռիում կլինի 20-ից 23, Տավուշում 22-ից 25 աստիճան տաքություն, Արարատում, Արմավիրում սպասվում է 23-ից 26, Սյունիքի Հովիտներում 21-ից 25 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում սպասվում է 16-ից 20 աստիճան տաքություն, իսկ մայրաքաղաքում գիշերը կլինի 8-ից 10, ցերեկը 23-ից 25 աստիճան, երեկոյան ժամերին սպասվում է 17-ից 19 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։